հիմա տեղ խոշորացված համայնքի բնակավայրի բնակիչներ նախ սկսեմ խոշորացված հետ մի քիչ բարձրացրեք, էլի բարձրախոս սկսեմ մի քիչ են կոմպակտ բարձրախոսից սկսեմ համայնքի խոշորացման հետ կապված թեմաներից, որովհետև հիմա հարցը հետևյալն ասում են տեղ խոշորացված համայնքը ինչ է, Գորիսի հետ նորից խոշորացված համայնք ձևավորում։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ այն ժամանակ, երբ որ տեղը Կորնիձորը, Արաբուսը իրար հետ մի համայնք էին դառնում, այն ժամանակ էլ այդ նույն հարցը կար, ասում են ինչ է Կորնիձորը եւ տեղը եւ Արավուսը դառնում մի քանի բնակավայր կա այսօր 7 գյուղերի ժողովուրդներ առանձին ասում են չէ, ճիշտ չի եւ այլն հիմել այ հիմի եթե հարգելի բարեկամ որ բարձրացնում եք հարցը ուր է մեր հարգելի բարեկամը գիտեք ինչ է հետաքրքիր հիմա եկել եմ մեր հարգելի տեղ բնակավայրի բնակիչներից մեկը հիմա էլ ասում է ինչի է խոշորանում եւ ավելի խոշորանում համայնքը հիմա եթե դուք գայիք ասեիք այ լավ չի սենց եկեք ուրեմն դարձնենք նորից Կորնիձոր, Արավուս առանձին համայնքներ կասեի որ հա այս ինչ է կատարվում բայց դուք հիմա այն ժամանակ էլ ասում էիք մի խոշորացրեք մի դարձրեք տեղ խոշորացված համայնք ճիշտ է հիմա էլ ասում եք մի խոշորացված բայց չեք ասում հետ վերադառնանք Կորնիձոր տեղ առանձին սա նշանակում է խոշորացումը դրական անկալվել ձեր կողմից եւ էլի ես ուզում եմ վերադառնամ իմ մայրենի Տավուշի մարզի իրավիճակում Տավուշի մարզում կա 4 խոշորացված համայնք Դիլիջան, Նոյեմբերյան, Իջևան, Բերդ եւ նախկին խորհրդային միության շրջաններով մենք խոշորացրել ենք եւ բոլոր տեղերը մենք տեսնում ենք որ դրական արդյունք կա ինչի համար ենք մենք դա անում որովհետեւ համայնք ինչքան խոշորա նշանակում է ավելի մեծ խոշորացված ծրագրեր ավելի մեծ սուբվենցիոն ծրագրեր ավելի մեծ կապիտալ ներդրումներ ավելի մեծ ֆինանսական միջոցներ եւ այլն եւ այդպես շարունակ մենք իհարկե ըստ համադրության պետք է խորհրդակցենք, խոսենք մարդկանց հետ եւ այս քննարկումն էլ է խորհրդակցություն, բայց այնուամենայնիվ կառավարությունն այդ խորհրդակցության արդյունքում կարա կայացնի որոշումը, որը ինքը ճիշտ է համարում։ Տեսեք, ես չեմ ուզում սեթեվեթեմ։ Մենք այդ որոշումը արդեն կայացրել ենք եւ մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Եվ մենք համոզված ենք, որ դրա արդյունքում ձեր կյանքը ավելի լավանալու է։ Իմիջայլոց համայնքի ղեկավար պարոն Ղուլունցը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է։ Նախկինում այդ շահարկումներ էին լինում, թե այս համայնքների խոշորացումը օգտագործում են ընդդիմադիրներին բանանելու համար, չգիտեմ վնաս տալու համար, բայց փաստ որ պարոն Ղուլունցը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է եւ ես համոզված եմ, որ ինքը Գորիս խոշորացված համայնքի կառավարման գործում իր շատ տեսանելի ներդրումը կունենա, բայց մենք գնում ենք, ես ուզում եմ ասել, որ մենք այդ ճանապարհով գնում ենք ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից, այլ մարդկանց շահերից ելնելով, որովհետեւ այսօր մենք նայում ենք, թե այո, ծրագրեր մենք իրականացրել ենք համայնքի ղեկավարի հետ, ֆինանսավորում ենք իրականացրել, բայց եթե հիմա համեմատենք այդ ծրագրերը, որոնք իրականացրել ենք այն համայնքներում, որ ավելի խոշոր համայնքներում, որոնց ղեկավարները մեծ ընդդիմադիր են, եւ ավելի փոքր տեղ համայնքում, որի ղեկավար մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է, այսինքն սարեր ձորերի տարբերություն կա, որովհետեւ այս կարևոր նրբություն է, որովհետեւ մենք ուզում ենք, որ ի վերջո կենտրոնանանք բարեկեցության խնդիրների լուծման վրա։ Մենք ուզում ենք, որ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ լինենք։ Եվ մենք այսօր ուրախ ենք, որ կարանք ձեզ ասենք, որ 2 տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զոհ չենք ունեցել։ Եվ օրվա ընտրության ամենակարևոր արձանագրումը դա է։ Այո, մենք գիտենք այսօր մենք շատ են ասում, բա տեղի այդ տարածքները, բա ջերմուկ են տարածքները եւ այլն։ Ես ուզում եմ հրավիրեմ մի շատ կարևոր հանգամանքի վրա։ 2024 թվականի հոկտեմբերին սեպտեմբերին ստորագրվել է եւ հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որով արձանագրվել է, որ Ալմաթայի հռչակագիրը երկու երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է։ Այսինքն սա նշանակում է, որ խորհրդային միության ժամանակ, խորհրդային Հայաստանի ժամանակ Կորնիձորը ինչքան հող ունեցել է,
սահմանը որտեղով անցել է, սահմանազատման արդյունքում այդ սահմանը անցնելու է այդ նույն տեղով։ Եվ ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ սա է մեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Խորհրդային Հայաստանը, այն խորհրդային Հայաստանը, որում դուք ձերից շատերը ապրել են։ Եվ մենք պետք է կենտրոնանանք այս տարածքում մեր բարեկեցությունը, խաղաղությունը, անվտանգությունը կառուցելու վրա։ Եւ ես ուրախ եմ, որ մենք այնքան քաղաքական կամք ենք ունեցել, Ժողովուրդ ջան, այն բաները, որոնք մենք 2020 թվից, 2019 թվից ասել ենք, այն իրականությունը, որի հետ մենք առերեսվել ենք, դա ոչ մեկ չէր առերեսվի։ Մենք այդ պատասխանատվությունը վերցրել ենք այս երեխեքի համար, որպես այս երեխեքի համար ստեղծենք հնարավորություն խաղաղ կյանքով ապրելու։ 2021 թվականին մենք որ ապագա կա, այսօր եկել ենք ասելու, որ ապագան եկել է, այսօրը ապագան եկել է, ապագան են է, երբ որ մենք չունենք մտավախություն եւ մտահոգություն, թե հաջորդ պահին սահմանին նոր զոհ կարող հաստատվել է խաղաղություն։ Եվ այսօր շատ են խոսում դրա մասին, ասում են հիմա այդ խաղաղությունը կա, չկա, խաղաղությունը վստահելի է, անվստահելի է, խաղաղությունը իրական է, անիրական։ Ես էլի ուզում եմ ես բերեմ նորածին երեխայի օրինակը։ Երբ որ երեխան նոր է ծնվել, ինքը կա թե չկա։ Կա չէ։ Եթե երեխան նոր է ծնվել, ինքը կա։ Ինքը մի շաբաթական է, ինքը կա, ինքը հələ որ նոր է ծնվել, ժողովուրդ, ինքը հələ դեռ ոչ անուն ունի, ոչ անուն էլ չունի։ Բայց ինքը կա, մի շաբաթից ինքը անունել ունի, բայց իրան որ դնես ոտերի վրա ինքը կընկնի։ Եվ ընդհակառակը որ խնամք չտանես այդ երեխայի նկատմամբ, ինքը չի ապրի, ոտի վրա չի կանգնի։ Խաղաղությունը նույն այդ երեխեն է, որ մենք իրար հետ ստեղծել ենք։ Եվ մենք պետք է տեր կանգնենք, խաղաղությանը պետք է տիրություն անենք, ինչպես նորածին երեխային, որովհետև եթե այդ նորածին երեխային տիրություն չանենք, այդ նորածին երեխան չի ապրի։ Եվ եթե մենք խաղաղությանը տիրություն չանենք, խաղաղությունը չի ապրի։ Իսկ եթե խաղաղությունը չապրի, Հայաստանի Հանրապետությունը չի ապրի։ Եվ էսա որ մենք պետք է հասկանանք եւ արձանագրենք։ Էսա պատճառը որ մենք ձեզ կոչ ենք անում, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք խաղաղությանը, նշանակում տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք ինքնիշխանությանը, տեր կանգնեք ապագային, որը այսօր է, տեր կանգնեք այն տեսլականին, որ մենք մեր պետությունը սերնդե սերունդ պետքա փոխանցենք մեր սերունդներին։ Եվ ամենակարևորներից մեկը տեր կանգնեք մեր նահատակների հիշատակին։ Տեր կանգնեք մեր նահատակների հիշատակին, որովհետև մեր նահատակների հիշատակը հարգելու ամենամեծ ձևը Հայաստանի Հանրապետությունն է, խաղաղ զարգացած բարեկեցիկ։ Իսկ որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ծաղկում է, Հայաստանի Հանրապետությունում այսօր տասնյակ միլիարդների, այսօր կներեք ընդդիմությունն է խոստովանում, որ խորհրդային միության ժամանակներից Հայաստանում այս ծավալի շինարարություն տեղի չի ունեցել։ Սա մենք գիտենք, որ Հայաստանում կան հազարավոր փողոցներ, որտեղ այդ շինարարությունը չի հասել, բայց Հայաստանում այսօր հազարավոր փողոցներ բարեկարգ են, որոնք վերջին 50 տարիներին ընդհանրապես ասված, այսօր Հայաստանում փողոցներ կան գյուղերում, որ բարեկարգ են, որոնք ինձ պատմության մեջ երբեք բարեկարգ չեն եղել։ Մենք այն օրը Գեղարքունիքի մարզում գնացել ենք գյուղեր, մանկապարտեզ ենք 0-ից կառուցել։ Հարց եմ տալիս, ասում եմ, երբ է եղել ստեղ մանկապարտեզ, ասում եմ չի եղել, ասում եմ երբ չի եղել, ասում եմ ընդհանրապես չի եղել, ասում եմ երբ ընդհանրապես չի եղել, ասում եմ գյուղի հիմնադրման օրվանից չի եղել, ասում եմ գյուղը երբ է հիմնադրվել, ասում են 250 տարի առաջ, 250 տարի առաջ, այսինքն 250 տարի գյուղում մանկապարտեզ չի եղել, մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Ես այս 5 տարիա հպարտանում եմ, ասում եմ մենք 500 մանկապարտեզ, բայց ժողովուրդ ջան, այդ խայտարակությունն է։ Ես նշանակում եմ Հայաստանում, որը 21 թվականի դրությամբ 30 տարվա պետություն է, ես նշանակում եմ Հայաստանում 500 մանկապարտեզ չի եղել, 500 մանկապարտեզի բացակայություն է եղել։ Բայց երկրի երեխեքը ուր են գնացել, բայց որ մենք մտածում ենք կրիմինալ վիճակի մասին, մտածում ենք աղքատության մասին,
Բայց դա դրա հետ կապ ունի, բա երեխան մանկապարտեզում կրթություն չստանա, նորմալ դպրոց չլինի կրթություն չստանա, բա ինքը ինչի հաշվին պետքա բարեկեցիկ ապրի։ Իրավունք չունենա, ազատություն չունենա, տնտեսական գործունեության հնարավոր ինչի հաշվին պետքա բարեկեցիկ ապրի։ Եվ մենք այսօր եկել ենք ձեզ ասելու, որ պետքա տեր կանգնեք ձեր խաղաղությանը, պետքա տեր կանգնեք ձեր այսօրվան։ Հիմա այստեղ բազմաթիվ թոշակառուներ կան, սիրելի թոշակառուներ, ձեր թոշակը բարձրացել է։ Ինչքան է բարձրացել։ 10,000-ով բարձրացել է, անկանխիկով առևտուր անում եք, հետ վճար ստանում եք, ինչքան եք հետ վճար ստանում։ Նայած ամիս 5,000, ավել էլ եք ստանում 5,000-ից, 10,000 էլ եք ստանում։ Բա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան սպառողական զամբյուղը։ Բա ասում են հաղթանակած է, ասում են մենք հաղթանակած էինք, բա հաղթանակած երկրում 500 մանկապարտեզ, ինչի համար էինք հաղթել, որ մանկապարտեզ լինեն, թե որ մանկապարտեզները սեփականաշնորհենք օլիգարխներին, պաշտոնյաներին, բա հաղթանակած երկրակառուն, գոնե այնքան թոշակ չի ստանա, որ մենակ ցամաք հաց կարենա, ցամաք հացի փող, որ սովիկ չմեռնի, բա հաղթանակը էտա, բա հաղթանակած երկրի գյուղերում բարեկարգ ճանապարհ չի լինի, Հայաստանի ճանապարհները քանդուքար են, ես 2018 թվականին գնացել եմ բան, պաշտոնական արիթով գնացել եմ Թբիլիսի, այնտեղ նախատեսված է Վրաստանի գործարար միջավայրի հետ հանդիպում։ Ասում եմ, դե ինչ եք ուզում, ասում եմ, մի խնդրանք ունենք, էլի, ասում եմ, մենք տուրիստներ ենք բերում, բան, տուրիստական ֆիրմաներ են, Հայաստան, ասում եմ, բայց միջև հասնում ենք, բան, Դիլիջան մեր ավտոբուսները ջարդուփշուր ալնում, կնի ձեր այդ ճանապարհները սարքեք։ Բա հաղթանակած երկրում, հարևան երկիրը կասի, խնդրում եմ, էլի ճամփեքը սարքեք, մեր ավտոբուսները չջարդվեն, բա էսա հաղթանակը։ Բա այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը, Արցախը։ Բա նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Ղարաբաղը, Արցախը, Արցախը, բա վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մերը եղել։ Ինչով է մեր, մի հատ բացատրեք ինչով է մերը եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, էդ է եղել, ինչով է մեր եղել։ Ինչով, մի հատ բացատրեք ինչով, ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք ընդեղ, բնակավայր, ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Մերը չի եղել։ Ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Ես պատասխանատու ասում եմ, եւ այո ասում եմ, ես այդ ճանապարհը անցել եմ, ես նեն չի, որ այդ գաղափարին նվիրվածության պակաս եմ ունեցել, ընդհակառակը այդ գաղափարին նվիրվածությունով է, որ հասել եմ այս եզրակացության, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է, որովհետև դուք տեր եք Հայաստանի Հանրապետությանը, ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բան է որոշել։ Երբ հաբան 91 թվականին մի հատ ընտրություններ ա եղել, նախագահական, շատ լավ, անկախությունից մի ամիս հետո, հələ անկախացած էլ չենք եղել, 91-ին է, չէ եղել ընտրությունները։ Հələ անկախացած էլ չենք եղել, այսինքն հարակվեն եղել է, միջազգայինորեն ճանաչումը հələ նորմալ է, անկախ Հայաստանում Հայաստանի քաղաքացին բան է որոշել, դուք ինչի գյուղապետ եք ընտրել, դուք քաղաքապետ եք ընտրել, դուք պատգամավոր եք ընտրել, դուք ընդհանրապես որևէ ձևով բան որոշելու հնարավորություն ունեցել եք, այդ 2018 թվից հետո էլ է։ Այդ մենակ 2018 թվից հետո է, որ ժողովուրդն է որոշումով լինի։ Հիմա ուժեր կան եկել են, ասում են, կապ չունի, ասում են, մենք ըննելու ենք վարչապետ, մենք վարչապետ, գլուխդ պատին ես տալու, Դու ով ես արա, որ որոշել դու վարչապետ ես, դու ով ես, ընդհանրապես ձեր խմբակը, դուք ով եք ձեզնից ինչ եք ներկայացում, Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, դուք քանի քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես, ձեզ թվում է թե սրան նրան 5,000 դրամ բաժանելով դուք քաղաքացու
քաղաքացուն կարակ առնեք, գլուխները պատով եք տվել, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարա առնի, իրանք քիթու մռութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հագնելու իրանք քիթու մռութը, իրանք ոտենն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հագնելու։ Հետո բա ձեզ հավատացրել, որ դուք կարաք Հայաստանում դա դիվիժենի անեք։ Փոսնեք, դուք արդեն փոսում եք, հենա մեկն էլ կար, ասում էր ես միակ տղամարդն եմ։ Տեսանք, ով է տղամարդը, այդ տղամարդը այս մարդիկ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ 2018 թվին ձեր վզից վրձին ու շպրտեցին, ահա այս տղամարդիկ, տենում եք Հայաստանի տղամարդիկ, այ են պատի տակ տանգնած են տղամարդիկ, այ են պատի տակ, Հայաստանի, և դուք ես ընտրություններում, Հայաստանի Հանրապետության տղամարդկանց տղամարդկությունն եք տենալու և կանանց կանացիությունն եք տենալու։ Մայրերի մայրությունն եք տենալու, կանանց կանացիությունն եք տենալու, աղջիկների աղջիկությունն եք տենալու, տղաների տղությունն եք տենալու։ Եվ որևէ մեկը սրանում չկասկածի, որովհետև քաղաքացին գնալու ընտրական տեղամաս և տերա կանգնելու իր պետությանը, իր անկախությանը, իր ապագային, իր խաղաղությանը, իր ինքնությանը, որովհետև մեզ անդադ ուզեցել են մեր ինքնությունից էլ զրկեն, գիտեք ոնց, անդադ մեզ ուրիշ տեղեր են հայրենիքներ ցույց տվել։ Իրանք պետք է եղել, որ մենք այս հող այս երկիրը չընկալենք, մոռանանք այս երկրի մասին։ Մեզ թվա թե հայրենիքը հեռու մի տեղ գտնվող հեռավոր անհասանելի մի բան է, ոչ հայրենիքը այստեղ է, հիմա է, հայրենիքը պետությունն է, հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, եւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Մենք հասել ենք մեր երազանքին, մենք ունենք պետություն, մենք ունենք անկախություն, մենք ունենք ինքնիշխանություն, այո, մենք ունենք բարեկեցության մի մակարդակ, որը երբեք չենք ունեցել։ Հայաստանի Հանրապետության թոշակառուն երբեք բարեկեցության այսպիսի մակարդակ չի ունեցել, որովհետև թոշակառուի թոշակը համապատասխան է սպառողական զամբյուղին, թոշակառուն 65+ տարեկան հասանելիություն ունի առողջության ապահովագրությանը։ Այսօր ես պատահական 2 տուն եմ մտել, 2 տանը մարդիկ վիրահատվել, մի կոպեկ, մի դրամ չեն վճարել։ Բայց ոտի վրա խմենք մեր ծնողների կենացը, մեր մեծերի կենացը։ Ոտի վրա խմենք, բայց ծնողը որ հիվանդանում էր, ով էր հարցը լուծում, ով։ Այսօր ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր բոլորի հարցերը առողջական լուծում եմ այնպես, որտեղ դուք բոլորդ իմ ծնողներն եք։ Ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ նենց ոնց որ իմ ծնողների։ Այսօր ես ձեզ ասում եմ հետևյալը, որ այդ պատկերը, երբ որ մարդ հիվանդանում է, այդ հիվանդի կողքը աթոռալնում, այդ աթոռի վրա նստած ալնում իր ամենահարազատ մարդը։ Այսօր 65+ այս ամենք առողջության ապահովագրության շրջանակը կընդլայնենք, այսօր թոշակառուն երբ որ հիվանդանում է, Աստված չանի։ 2 աթոռա իր կողքը դրված է լինում, մի աթոռին նստած է իր ամենամոտիկ հարազատը, մյուս աթոռին ավելի մոտիկ նստած է իր պետությունը, որպես իր ամենամոտիկ հարազատ։ Եվ այս է իրական Հայաստանը, այս է հաղթած պետությունը, այս է, որ կոպեկ հավաքում է և նվիրում է, ծախսում է իր քաղաքացու կարիքի վրա, ոչ թե կոպեկ գողանում է։ Դուք, նրանք ովքեր գալիս են ասում են, մենք հաղթող ենք, դուք գործող եք, դուք թալանչի եք, նույնիսկ ասում եմ, դուք Հայաստանը առաջնորդել եք Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ միջև ասում էինք առաջին նախագահ, հիմա պատմությունը փոխվել է, ընկալումը փոխվել է։ Այդ մարդը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդել է դեպի թակարդ, որ մենք պետություն լինելու շանս չունենանք։ Եվ իրանք հիմա տրաքում են, գիտեք ինչից, որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք։
Մենք մեր պետությունը թակարդից հանել ենք, այսօր մենք պետություն ենք ավելի քան երբևէ, այսօր մենք ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, այսօր մենք բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ, այսօր մենք անվտանգ ենք ավելի քան երբևէ, այսօր մենք ազատ ենք ավելի քան երբևէ, եւ այսօր մենք մեր ապագայի վրա վստահ ենք ավելի քան երբևէ, եւ մենք գիտենք, որ մենք այս պետությունը սերնդեսերունդ փոխանցելու ենք մեր զավակներին եւ ուրեմն փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ասա եղբայր։ Արդեն պետք է գնանք։ Շատ լավ։